եսի պաշտոն է, հարցազրույց էի տվել եւ ասել է, որ բոլոր կարմիր գծերը խախտված են։ Պետք է նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարությանը վերադառնալ։ Ամեն օր, որ Հայաստանը չի վերադառնում դրան, ամեն օր հայկական Արցախի դուռը փակվում է, դեմ եմ Միսկի խմբի լուծարմանը։ Եվ նաև ասել եմ, որ Միսկի խմբի լուծարումով մենք մեզ դարձնում ենք օկուպանտ հանցագործ երկիր։ Իրենց հույսով էր այս բանակցությունները գնում, որը էթնիկ զտումը չունենա։ Եվ այդտեղ շատ հեշտ էր էլի գցել, դե հողի վրա ռուսներն են, մենք ինչ անենք։ Արևմուտքի տեսլականը Արցախի վերաբերյալ այն է, ինչ այսօր կա։ Այսինքն Արևմուտքն ուզում էր, որ հայերը դուրս գային Արցախից բոլորը։ Էթնիկ զտում տեղի ունենար։ Այո, դուք ուզում եք բան անեք, առավոտից ջիգուր ռուս քրֆեք, հետո բայց ու ռուսները ձեր համար ինչ որ բան անեն։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, դա ինձ հետո չի կարող Պողոս Պողոսյանը լինել վարչապետ, պետք է լինի Նիկոլ Փաշինյանը վարչապետ։ Գտնում եք, որ հայ ժողովրդի արգանդը, բացի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը մարդ չի ծնե ուրիշ։ Չէ, ես այդպես չեմ գտնում, ես չեմ տեսնում, որ 21 թվականից ծնվել է ինչ որ մի երրորդ ուժ։ Բարև ձեզ, այսօր մեր հյուրը Էդմոն Մարուքյանն է։ Բարև ձեզ, պարոն Մարուքյան, եւ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Բարև ձեզ։ Ես նախ կարդամ, թե ինչ են ձեր մասին գրում Վիկիպեդիայում։ Հիշեցնենք, թե ինչ հարուստ կենսագրություն ունեք, նաեւ քաղաքական կենսագրություն, հայ կուսակցական քաղաքական գործիչ, փաստաբան, Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, եղել եք պատգամավոր եւ 2022 թվականին նաեւ նշանակվել եք հատուկ հանձնարարություններով դեսպան։ Դուք նշանակվել եք 2022 թվականի մարտին եւ հրաժարական եք տվել 2024 թվականի փետրվարին եւ իմ առաջին հարցս ինչու համաձայնեցիք վերցնել այդ պաշտոնը 2022 թվականի մարտին, երբ պատերազմից հետո, այսինքն եւ ինչու հրաժարական տվեցիք հենց փետրվարին 2024-ին։ Թե ինչու ընդունեցի առաջարկությունը, դրա մասին ունեմ բազմից ասել եմ, բայց օգտվելով այս արդից նորից կարող եմ ասել։ Կառավարության գործող ծրագիր է, եթե դուք վերցնեք կարդաք, մի ծրագիր է, որտեղ խոսվում է ըստ էության Լեռնային Ղարաբաղը, Արցախը հայկական պահելու մասին։ Այն փուլում, երբ որ ես համաձայնեցի ընդունել այդ առաջարկությունը, արդեն բանակցությունները մեկնարկել էին եւ բանակցություններից էր կախված եւ մեր պահվածքից, մեր պատրաստվածությունից, կազմակերպվածությունից այլ գործոններ շատ կան, որ մեզանից կախված չի բնականաբար, թե արդյոք կարողանանք այնպես անել, որ Արցախը մնա հայկական։ Դուք գիտեք նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարություններ ստորագրված եւ դա այդ ժամանակաշրջանն էր։ Այդ առաջարկը ընդունելուց առաջ նաեւ առաջարկվել է բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը անմիջապես պարլամենտից դուրս մնալուց հետո, որ ես հրաժարվել եմ։ Այսինքն իմ միտքը նվիրվածությունը զուտ եղել է կոնկրետ այնպիսի գործ անել, որը կարողանանք իրավիճակից դուրս գանք։ Ես չէի տեսնում, որ ես բարձր տեխնոլոգիաների նախարար լինելով ինչ-որ։ Դուք անձամբ մասնակցել եք բանակցություններին, նկատի չունեմ, որ հենց հանդիպմանը, բայց ասենք բանակցությունների նախապատրաստելուն, գիտեիք ինչի մասին են բանակցում եւ այլն։ Խաղաղության պայմանագրի մասով, այո։ Խաղաղության պայմանագրի տեքստի մասով, այո։ Եվ այդ տեքստը հիմա չկա բարձա, որովհետև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո հիմա այլ իրողություններ են, այլ բաներ են քննարկվում եւ քննարկվել եւ համաձայնեցվել է հիմա, այլևս համաձայնեցված է տեքստը, բայց այն ժամանակ բնականաբար մեխը, ես դա մի քանի հարցազրույցում նաեւ ասել եմ, սենյակում փիղ կա, բայց բոլորը փորձում են չտեսնել փղին։ Փիղը այդ մեխը հենց բանն է, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր։ Ավելի շատ նախապատրաստական եւ իրավական մասով խաղաղության պայմանագրի տեքստի։ Բայց անմիջապես բանակցություններում գիտեք, որ դա նախարարն է, վարչապետն է։ Դուք հրաժարական եք տվել 2024-ի փետրվարին, այսինքն Ղարաբաղի հայաթափումից գրեթե կես տարի հետո։ Այդ կես տարին մտածում եք հրաժարական տալու մասին։ Ինչու կես տարի հետո։ Որովհետև դեռևս հայաթափվում է Լեռնային Ղարաբաղը։ Մենք մի շատ ծանր խոսակցություն ունեցանք վարչապետի հետ
Եվ ես պնդում էի, որ հայկական բոլոր դա հարցազրույցներում էլ արդեն ասել էի, որ բոլոր կարմիր գծերը խախտված են։ Այսինքն եսի պաշտոն է, հարցազրույց էի տվել եւ ասել էի, որ բոլոր կարմիր գծերը խախտված են, որոնք որ հրապարակվել են վարչապետի արտաքին գործերի նախարարի շուրթերով, ԱԺ-ամբիոնից, կառավարության նիստի ժամանակ, եւ ես պնդում էի, որ մեր մոտեցումները ամբողջովին վերանայման կարիք կա եւ ռեստարտի կարիք կա։ Եվ այդ ռեստարտը մենք պետք է հավաքվենք, քննարկենք եւ անենք։ Եվ ես պատրաստ եմ այդ անգլերեն բան կա evaluation process, որ գնահատման process է գնում, այդ գնահատման process-ը ես արել էի։ Ես պատրաստ եմ ներկայացնել, նաեւ առաջարկներ թե ինչա պետք անել, անգամ այդ վիճակում, անգամ այն ինչ որ անգամ այդ վիճակում դեռևս ամեն ինչ կորած չէր լինի։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ քննորդ այդ պահին ճգնաժամային վիճակ էր։ Իսկ ես Լեռնային Ղարաբաղի կառավարությունում կար հանձնաժողով, որը գլխավորում էր Տիգրան Խաչատրյանը, փոխվարչապետ, որը զբաղվում էր բլոկադայի հարցերով։ Իշմեք սնունդ, այդ բանակցություններ, եւ ես ներգրաված էի այդ գործերի մեջ, եւ այդ պահին հենց այն Գորիսի եւ Լաչինի Միջանսկի այդ հատվածում մենք մի այտենց ճամբարի տարածք ճամբար էինք դարձրել, հա, որ այդ սնունդն է գալիս, այդ տեղից նաեւ մամուլի լուսաբանում է լինում, միջազգային հանրությանը այդ կապ պահպանվում եւ տեղեկացվում, այսինքն այս այդ process-ի մեջ ներգրաված էի, շատ խառը իրավիճակ էր, եւ պայմանավորվեցինք, որ խոսենք, այսինքն իրավիճակից դուրս գանք, մարդիկ փրկվեն, հասկանանք ինչ է, այսինքն այդ պայն դուք գիտեք այդ բենզա պահեստի պայթունն այդ ամեն ինչը սեպտեմբերին էր, պարոն Մարուկյան։ Այս այդ ժամանակ եմ ասում։ Դուք հրաժարական եք տվել փետրվարին։ Հա, ձեր հարցին եմ պատասխանում։ Այդ ժամանակ պայմանավորվում ենք, որ կքննարկենք, որ վերանայենք այդ մոտեցումները, եւ ես սպասում եմ, որ պետքա վերանայենք։ Այսինքն ես այդ ճգնաժամային պահին բնականաբար չեմ կարծում, թե դա կլիներ որևէ իմաստով, թե քաղաքական, թե մարդկային, չգիտեմ։ Հասկանալի է։ Այսինքն առաջարկություն հետո արել եք ամիսների ընթացքում եւ չեն ընդունել ձեր։ Չի ընդունվել իմ առաջին մոտեցումը, չի հաշվի առնվել։ Ինչ ձևակերպմամբ չի ընդունվել։ Ինչու չի ընդունվել, ինչ ձևակերպմամբ չի ընդունվել։ Նայեք, այդ քննարկումը որպես այդպիսին, որ քննարկումը լիներ, ես կարողանայի բնականաբար համոզել բոլորին էլ ես կարծում եմ, բայց վերջին հաշվով ես կարծում եմ, որ այդ քննարկումը չէր լինում եւ ձգձգվում էր, որովհետեւ այն մոտեցումները, որ ես էի ներկայացնում, այդ մոտեցումները մեծամասնությունը չէր կիսում։ Լավ։ Դուք փաստորեն երբ որ դու միայնակ ես եւ այսինքն այն տեսլականը, որ դու ունես, այդ տեսլականներն արդեն հակասում են։ Չկա հայկական Արցախը պահպանելու տեսլական, չկա։ Կառավարության գրված ծրագիրը այդ պայից սկսած խաթարված է, իրական նորմալ ժողովրդարական երկրում պետքա ծրվեր կառավարությունը։ Բայց ես եմ հրաժարական տվել, էլի։ Պարոն Մարուկյան, տեսեք, դուք 2 տարի զբաղեցրել եք այդ պաշտոնը եւ տեղյակ եք եւ բանակցություններից եւ կառավարության մոտեցումից Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ եւ 2 տարի ձեզ պահանջվեց հասկանալու, որ այս կառավարությունը ի վիճակի չի ոչ միայն նրա պատճառով, որ ի վիճակի չի, այլ նաեւ չի ուզում։ Այսինքն դուք չեք հասկացել, որ նրանք շատ հանգիստ են հրաժարվում Արցախից, դա չեք տեսել, չեք զգացել այդ։ Գիտեք, այդ էմոցիոնալ բաներ կան, որ նախ որ շատ հանգիստ են հրաժարվում, շատ հանգիստ են բան։ Ես չեմ ուզում հիմա մտնեմ այդ դաշտ, որ հանգիստ են, թե մի քիչ անհանգիստ են հրաժարվում, որտեղ վերջին հաշվով ինքնին հրաժարվելը շատ վատ բան է, հանգիստ թե անհանգիստ։ Ես կարող եմ ասել, որ կրկին կա կառավարության ծրագիր, որը Հայաստանի ժողովուրդը 54% քվեով հաստատել է եւ մարդիկ սկսել են դրա շուրջ աշխատել։ Մեր քարոզարշավի ժամանակ թեզերն այն էին, որ մենք պետք է հայ ժողովրդի ամբողջ ներուժը միտեղ խմբենք, որտեղ մեր մարտահրավերներն ավելի մեծ են, քան մենք եւ փորձենք դա անել։ Երբ որ մենք չենք անցնում պարլամենտ, ես կոնկրետ ստանում եմ այդ առաջարկը, որ եղբայր, դու էի չէ պնդում, որ պետքա բոլորս գնանք փրկենք։ Դե արի, մենք ունենք քո կարիքը։ Հիմա դրանից հետո 2 տարվա ընթացքում որ դուք ասում եք, բայց դուք մոտեցումները գիտեիք, բան, դե մոտեցումները այն էր, ելի եմ ասում, որ պետք է լիներ հայկական Արցախ։ Պետք է լիներ, բայց ամեն անգամ Փաշինյանի մոտեցումն էլ էր դա, որ պետք է լինի հայկական Արցախ։ Ինքն է գրել այդ ծրագիրը, ես չեմ գրել։ Ինքը գրել է դա էլեկտորալ process-ների համար, թե գրել է, որովհետև իսկապես այդպես էր մտածում։
Ես դեռ պետք է Փաշինյանը պատասխանի, որտեղ այդ գրելուց, նայեք, այդ գրելուց ինքը գիտի ինչի է գրել, ոնց է գրել։ Հիմա դուրս գանք մարդկանց հարցնենք, ես ձեզ կարող եմ ասել, որ այնպես չի որ մարդիկ էլ հենց դրա համար են իրան ընտրել, ասենք դա էլ կլինի մի քիչ կեղծիկ։ Մարդիկ իրան ընտրել են նաև որ դա գրել է ընտրական process-ների մասնակցելու շրջանում։ Այո, բայց օրինակ ելույթներում քանի տոկոս է կազմել անջատում հանուն փրկությանը։ Քանի տոկոս ելույթում է դա ասվել, որ այ դրա համար մեզ ընտրեք, մենք ենք փրկելու Արցախը։ Ոչ ասվել է, այս չակուճը տեսնում եք ժողովուրդ ջան, այս բանցիկը վրին։ Գալիս ենք սաղին դատելու ենք դրանց, մեզ տվեք փոխպատասխան մանդատ։ Այսինքն ուզում եք ասել, որ ոչ միայն Փաշինյանը, այլ նաև Հայաստանի բնակչության մեծ մասի համար Արցախի ճակատագիրը կարևոր չէ։ Ոչ, ես նման բան չասացի։ Ես ուզում եմ ասել, որ էլեկտորալ process-ի մեջ սրվեց նախկինների վերադարձի եւ հեղափոխության հարցը եւ ժողովուրդը ընտրեց դրա մեջ։ Բայց գիտակից մարդիկ, օրինակ ես, չգիտեմ, այն բոլոր այն մարդիկ, ովքեր որ ավելի խորն են դրանից անդին են նայում էին, որ լավ, կա այս կառավարությունը, ժողովուրդն այս կառավարությանն անդրել, 2 տարի պահանջվի, 4 տարի պահանջվի, 3 տարի պահանջվի, ինչ անի, բոլոր լծակները իրենց ձեռքերում են Արցախը հայկական մնալու կամ չմնալու համար։ Կամ դու եթե դու ուզում ես որ Արցախը մնա հայկական, մի բան անում ես դրա համար, կամ չէ, ասենք, հա, լավ, այլ ընտրանքը որն էր, օրինակ գնանք ինտերվյուներ տանք տարբեր տաղավարներում եւ ասենք բոլորը տականք են։ Դուք ներսից փորձեցիք ինչ որ բան անել, բոլորը տականք են եւ դավաճան, վերջը, հետո ինչ։ Հետո ինչ։ Ես Բլինկեն եմ տեսել, ես ներսից գիտեմ, հիմա ուրիշ ես բան ասեմ։ Պատկերացնենք ես չէի գնում ու էլի 25 թվականն է, այսօր ամսի քանիսն է, լավ, մայիսի կեսերն ենք, եւ այդ համատեքստում ես ասում ես կգնեի բացարձակապես այլ Էդմոն Մարուկյան։ Ես այսօր հենց հիմա։ Ինչն է ձեզ մեջ, ինչա ձեզ մեջ փոխել այդ 2 տարին։ Որտեվ ես գիտեմ process-ը ու ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում ուրիշ ոչ ոք չգիտի process-ը։ Ուրիշ ոչ ոք չգիտի ոնց է պետք է խնդիրները լուծել։ Դուք գիտեք։ Ես գիտեմ։ Նույնիսկ այսօր։ Հենց հիմա, որ մյուսները խոսում են, ես տեսնում եմ որ խոսում են։ Ոնց է պետք։ Ինձ լսում են ու նոր են խոսում։ Ոնց է պետք լուծել, պարոն Մարուկյան, ոնց է պետք լուծել։ Ոնց է պետք վերադարձնել Արցախյան խնդիրը միջազգային կազմակերպությունների եւ գերտերությունների օրակարգ, ոնց։ Բացարձակ պետք չի Արցախի հիմնախնդիրը բերել միջազգային կազմակերպությունների օրակարգ, որտեղ միջազգային կազմակերպությունների տեսլականն այն է, ինչ որ այսօր եղել է։ Եթե դա եք ուզում լսեք, պետք է նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությանը վերադառնալ։ Ամեն օր, որ Հայաստանը չի վերադառնում դրան, ամեն օր հայկական Արցախի դուռը փակվում է։ Նաև ես տեսնում եմ, որ ինձ քննադատում են օպոզիցիոն մեր որոշ գործընկերներ, որ ախր փակեք այդ թեման, այլևս անհնար է հայերը վերադառնան այնտեղ, դա ռացիոնալ չի, Ալիևը չի համաձայնվի։ Կան նաև հակառակ կարծիքներ։ Պուտինը թույլ չի տա, չգիտեմ, ես շատ գիտեմ, Տրամպը տխուր է, ասես բաներ են խոսում։ Ես ասում եմ, որ մեր ձեռքի տակ եղած միակ գործիքը, որով կարող ենք այդ հարցով որևէ քայլ անել, դա նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությունն է։ Ավելին ասեմ ձեզ, նաև դուք գիտեք, որ շատ սուր հարցը դրված է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ նաև այդ հարցից ժողովրդի լեզվով ասում, այդ հարցից պրծնելու, այդ հարցից խուսափելու, այդ հարցից փախնելու, չգիտեմ ինչ ձև են ուզում նկարագրեն դա, կամ այդ հարցը լուծելու ճանապարհն էլ է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որովհետև եթե մենք կորցնում ենք Լեռնային Ղարաբաղը որպես իրողություն, եթե մենք չենք ունենում Լաչինի միջանցք, եթե մենք ունենում ենք 150,000 փախստական, չի կարող մեր առջև դրվել պահանջ նույն փաստաթղթով, որ մենք պարտավորվում ենք անարգել ճանապարհ տալ։ Այդ դեպքում դուք ասում եք, որ քաջատեղյակ եք եւ այդ 2 տարին ձեզ շատ բանի մասին եք իմացել։ Արդյոք ճիշտ են այն պնդումները, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից երակոմ այդ փաստաթուղթը օրակարգից հանելու եւ Զանգեզուրի միջանցք ասած, որ ինչպես նշված է փաստաթղթում ռուս սահմանապահների օրակարգից հանելու համար։ Չհասկացա հարցը։ Այսինքն զոհաբերել են Արցախը, որ նաև չլինի Զանգեզուրի միջանցք, որտեղ կանգնած կլինեն ռուս սահմանապահներ։ Դա վերլուծություններից մեկն է, տարբեր սցենարներ կան։ Մի սցենարը դա է, որ օրինակ, լավ, եթե չլինի Արցախը, հա, մենք էլ պարտավոր չենք լինի նշված գործողությունը կատարել։ Նման քննարկում եղել է։ Չի եղել նման քննարկում։ Ես ասում դա սցենարներից մեկն է, թե ինչու կարող են լինել անտարբեր։
Չի եղել նման քննարկում, որ հավաքվենք, քննարկենք, ասենք ժողովուրդ ջան, բերեք Արցախը կործանենք, միայն թե այս միջանցքը չտան, չկա նման բան։ Անգամ ոչ թե ես չեմ մասնակցել, այլ ինձ հայտնի է չի էլի, որ գոնե sense բամբասանքով իմանամ։ Բայց դա սցենարներից մեկն է, որ ընկալումն այդպեսին այ որ այդ չլինի, մենք վերջապես մեզ դադար կտան, ել չեն ուզի։ Իմ պնդումը միշտ եղել է հետեւյալը, որ 1000 տարի էլ անցնի, պատասխանենք sense մնում է ամեն ինչ, ու 1000 տարի անցնում է։ Հա, ասենք չեմ 100 տարի լավ։ Մեկը այդ միջանցքի էտիկետի այդ պահանջը մնալու է ու պահանջելու են ու դրա վերաբերյալ սպառնալիքները գործողություններ տեղի ունենան, այդ ամեն ինչը մնալու է ուժի մեջ։ Հաջորդ թեզը, որ է, շարունակեմ ձեր միտքը, որ կա դուք այդ հարցը տայիք, որ այ եթե մենք չպահանջենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը դեպի Արցախ, իրանք էլ կփակեն Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված ժողովրդի կամ փախստականների վերադարձը դեպի մեր այսօրվա Հայաստան, նույնպես ես միշտ պնդել եմ, որ փոխկապակցված չեն եւ սխալ է ասել, կա նման թեզ, որ օրինակ պահանջները հայելային են։ Տեսեք, մենք սա ենք ասում, իրենք սա չկա նման բան, իրենք շատ բաներ կրկնել են, կապկել են մեզանից, նույն ցեղասպանության թեման, այդ խոջալի ցեղասպան, իրանք էլ անպայման ունենան ցեղասպանություն։ Նույն փախստականների թեման, այսինքն ամեն ինչ իրենք մենք ինչ ասել ենք 30 տարի կարճ բան անեմ, հա, նույնությամբ իրենց մոտ այդ նարատիվ ունեն, բայց մեզանում մեր նարատիվները մերձվել են, գնացել են, տենց տարալուծվել են։ Օրինակ նայեք, մենք քանի փախստականի կազմակերպություն ունենք։ Բազմաթիվ են։ Չկա մի հատ փախստականների կազմակերպություն, Ադրբեջանից եկած փախստականների եմ ասում, որը հստակ այդ հարցը 30 տարի բարձրացնել, որ մենք պետք է վերադառնանք մեր տները Բաքու, Սումգայիթ, Շամխոր եւ այլն, չկա նման բան։ Տարալուծվել է տես բազմաթիվ կազմակերպություններ, ինչ որ անհասկանալի բան, վերացեք։ Ադրբեջանցիները 30 տարի շարունակ դա սկսից եղել է փախստականների միություն, մի հատ, բոլորը ասես բան, բրգաձև աշխատող։ Հետո վերանվանվել է Արևմտյան Ադրբեջանի ոնց էր կոչվում, կազմակերպություն վերջը։ Եվ այդ կազմակերպությունը արդեն մակում ստատուս է ստացել։ Արդեն մակում փաստաթղթերը շրջանառում։ Հա, իրանք շարունակական, այսպես սկզբունքորեն հայելային չի այդ բանը։ Հասկացա։ Այս Հայաստանը կազմակերպելու մասին, այնպես չէ որ մենք Ղարաբաղի հարցում դրա համար իրանք են։ Այդ կոնտեքստում օրինակ արդյոք չեք համարում, որ ամենավտանգավոր քայլերից մեկը այսօր Մինսկի խմբի լուծարումն է, որովհետև հաջորդ իշխանությունների համար մի օր գնալու են, չէ՞, այս իշխանությունները շատ բարդ կլինի նորից նման պատկարելի խումբ հավաքել, որտեղ համանախագահները կլինեն նման գերտերություններ, 3 միջուկային տերություններ։ Գիտեք, այո, ես արտահայտվել եմ բազմիցս, որ դեմ եմ Մինսկի խմբի լուծարմանը, եւ նաեւ ասել եմ, որ Մինսկի խմբի լուծարումով մենք մեզ դարձնում ենք օկուպանտ հանցագործ երկիր, որովհետեւ վերջին հաշվով Մինսկի խումբը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար, իսկ հակամարտությունը որպես այդպիսին իրավունքներով ներկայացվել եւ ընկալվել է, որ դա մի ժողովրդի իրավունքների խնդիր է, որը մետրոպոլիայի մեջ իրեն ճնշված է զգացել եւ ճնշվել է եւ նրանց իրավունքները զանգվածաբար խախտվել են, որը դարձել է կոնֆլիկտ, այսինքն նրանց վրա տեղ ունեցել Արցախում, եղել է կոնֆլիկտ, հետո Հայաստանն է փորձել աջակցել, սա է կոնֆլիկտի նախապատմությունը։ Եթե մենք ջնջում ենք, փակում ենք ամբողջ այդ ինստիտուտները, գալու ենք Ադրբեջանի նարատիվներին, որոնք են Ադրբեջանի նարատիվները, որ մենք ռուսների օգնությամբ գնացել ենք, գրավել ենք իրենց տարածքի 20%-ը եւ այդ ռեսուրսները օգտագործել են 30 տարի եւ մենք օկուպանտ երկիր ենք, ցեղասպանություններ ենք ընդեղ արել մի հատ չէ, մի քանի հատ բան, հա եւ պետքա նաեւ դրա համար փոխհատուցում տանք եւ պետքա ընդհանրապես մեր երկրի զինված ուժերը վերահսկվի եւ բոլոր այն կանոնները, որոնք կիրառվել են ֆաշիստական Գերմանիայի պարտությունից հետո կապիտուլացված Գերմանիայի վրա, այդ կանոնները փորձեն կիրառել մեզ վրա։ Հետեւաբար ես ոչ թե ինչ որ բաներ ունեմ, իլյուզիաներ ես չունեմ Մինսկի խմբի վերաբերյալ, որ ինքը չգիտեմ ինչ անել, որովհետեւ Միացյալ Նահանգներ, ՌԴ, Ֆրանսիա հարաբերությունները այլևս երբեք նույնը չեն լինելու եւ այլևս մի քիչ բան է ասել, իրենք նույնը չեն լինի Պուտինի օրոք կամ Տրամպի կամ կավա հետո ինչ որ բան փոխվի։ Այդ երկրները այս կոնֆլիկտի վերաբերյալ ունեն տարբեր մոտեցումներ։ Եվ այդ երկրների նաև այդ տարբեր մոտեցումները սրացվեց, որ եղավ արդեն 2020 թվականի պատերազմը եւ ռուսական միայն ռուսական միջնորդությամբ պատերազմը կանեցեց եւ միայն ռուսական խաղապահ ուժերով։
Դե մյուս երկու երկրները խաղապահ ուժերին ես որպես լրագրող, որ տասնյակ տարիներ լուսաբանել է Ղարաբաղյան բանակցությունները, ինձ համար շատ դժվար էր պատկերացնել, ասենք ընդամենը մի 7 տարի առաջ, որ ռուսներին կհաջողվի Ղարաբաղ բերել իր խաղապահ ուժեր եւ իրենք ինքնակամ կհեռանան, կհանեն իրենց զորքերը Ղարաբաղից։ Ես ուզում եմ հասկանալ, դուք 2 տարի բանակցել եք, հա, նկ Ռուսաստանի մոտեցումը ինչպիսին էր, նրանք պատրաստ էին նման շատ հեշտ ձևով հեռանալ Արցախից, ինչպես հեռացան։ Ինչա տեղի ունեցել, ինչու իրենք չմնացին, ինչու իրենք չպահանջեցին, որ դուրս չգան հայերը Արցախից։ Ինչու ես արցախցիների հետ երբ որ խոսում եմ, ասում են, որ կար ոնց որ նենց տպավորություն էր, որ մեզ բոլորը ուզում են քշել Արցախից եւ խաղապահները եւ Հայաստանի իշխանությունները եւ բնականաբար Ադրբեջանի իշխանությունները։ Նախ ասեմ, որ այդ հարցով բանակցություն չի եղել, որ ասենք դուք բանակցել եք, ես չգիտեմ ով է բանակցել ընդհանրապես, եղել է նոյեմբերի 9-ին։ Բայց շփումներ եղել են Ռուսաստանի հետ, չէ՞։ Ես չեմ ունեցել բացարձակապես, չեմ կարող ասել ռուսներն ինչ են մտածում այդ հարցով։ Ես կարող եմ քաղաքական իմ անալիզը ասել, որ մենք պետք է իրողությունները դիտարկենք։ Ինչա տեղի ունեցել։ Կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ։ Այս նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ադրբեջանը պնդում է, որ մենք չենք իրականացրել, մենք պնդում ենք, որ իրենք չեն իրականացրել։ Բնականաբար երկու կողմի պնդումների մեջ էլ գոյություն ունեն կիսաճշմարտություններ։ Եվ քանի որ մենք շարունակել ենք ապրել կիսաճշմարտություններով, վերջում եկել ենք հանգել նրան, որ այն կողմը, որը որ փորձում էր այդ երկու կողմերին պահել, ինչ որ պահից սկսում է ավելի քիչ պահել կամ թերանալ պահել, կամ ասել լավ եղբայր, եթե դուք ձեր լուծումները տեսնում եք այլ օտար ափերին, ես որ ինչ պետք է պահեմ։ Հիմա պետք է մտածեք նայենք հետևյալը։ Մի րոպե, հայ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել, մազապուրց, էթնիկ զտվել եւ եկել հասել է Հայաստան։ Դրանից հետո, եթե չեմ սխալվում, մոտավորապես 6 ամիս ավել ռուսական խաղապահ կոնտինգենտը մնացել է Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանից եղել է նախաձեռնություն, որ եկեք երակոմ, հարթակում բանակցություն սկսենք մարդկանց վերադարձի վերաբերյալ։ Չեն եղել։ Ռուսաստանը դուրս եկած էր այս բանակցային գործընթացից։ Դե որ չեն եղել։ Ադրբեջանն ասում է, եղբայր, դուք ստեղ եք, որ այդ ժողովրդի անվտանգությունն ապահովեք եւ քաղաքացիական ինֆրաստրուկտուրայի, ճիշտ է։ Հիմա քաղաքացիական ինֆրաստրուկտուրայի ու ժողովրդի անվտանգություն ապահովան հարց չկա, մարդ չկա ստեղ, գնացեք։ Ես ուզում եմ հասկանալ, դուք 2 տարի զբաղվել եք Ղարաբաղյան բանակցություններով հայ-ադրբեջանական Ախր սխալ եք հարցը ձևակերպում։ Ես չեմ զբաղվել, ես որ ինչ չէին գիտի։ Դուք դեսպան եք, ինչ եք անում դուք այդ դեպքում։ Բացատրեցի, ասեցի, գալիս է տեքստ խաղաղության պայմանագրի։ Մենք տեքստի վրա աշխատում ենք, մեր մոտեցումները ներկայացնում ենք։ Ուրիշ ոչինչ։ Այդ քննարկում շփումներ չեն եղել, ասենք։ Ռուսական կողմի հետ։ Չէ, դա տեղի ունենում նախարար, վարչապետ։ Այսինքն հիմա դրա համար պետք է հասկանալ մի բան, էլի, որ մենք հայկական կողմի նարատիվները, երբ որ դրվում են շրջանառության մեջ, մենք պետք է իմանայինք, մենք պետք է հասկանայինք։ Նախ այդտեղ ռուս-ուկրաինական պատերազմի մեծ բան կա, կոնտեքստ կա, որովհետև ես միշտ պնդում էի, որ մենք մեր բոլոր հաշվարկները պետք է կատարենք հետևյալից, որ ռուսական կողմը շատ հնարավոր է, որ այս իրավիճակից շատ ավելի լավ դուրս գա ուժեղացած, բայց ընթացքը կլինի ցնցումներով։ Չի կարելի, օրինակ, ստավկա անել ուկրաինական կողմի վրա։ Հայաստանի իշխանությունները ստավկա են անում ուկրաինական կողմի վրա։ Ստավկա են անում, չէ, չի կարելի հաշվարկել, էլի, որ Ուկրաինան է հաղթելու կամ արևմուտքն է։ Իրենք այդպես են մտածում։ Շատ-շատերը մինչև հիմա այդպես են մտածում։ Ունեն մտածում են, որ հաղթել է արևմուտքը։ Արևմուտքը հաղթել է ռուս-ուկրաինական պատերազմը։ Դուք չգիտեք, որ Ռուսաստանը կործանվել է։ Շատ ծիծաղելի է։ Տեսեք, այդ հաշվարկները նաև շատ կարևոր են մեր գործողությունների համար։ Օրինակ ոնց է լինում, որ հայկական կողմը շատ խելոք, երակոմ հարթակներում բանակցում է, մեկ է միանգամից սկսում է բանակցել արևմտյան հարթակներում։ Այդ ոնց է լինում։ Այսինքն դուք ասում եք, որ մենք Արցախի հայաթափություն ունեցանք նաև այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները որոշեցին, որ Ռուսաստանը չպետք է լինի մեջնորդ, այլ գնացին արևմտյան միջնորդության ճանապարհով։ Արևմուտքի տեսլականը Արցախի վերաբերյալ այն է, ինչ այսօր կա։ Այսինքն արևմուտքն ուզում էր, որ հայերը դուրս գային Արցախից բոլորը։ Էթնիկ զտում տեղի ունենար։ Ֆրանսիայի մոտեցումն էր դա։ Ֆրանսիայի մոտեցումը մի քիչ ավելի տարբերվել է
մյուսներից, բայց հողի վրա որևէ ազդեցություն չունեն։ Դրա մասին շատ ենք Բա ում խոսել։ մոտեցումներ, ամերիկացիների մոտեցում։ Բայդենի ադմինիստրացիան ոչ մի բան չարեց, երբ որ իրենց հույսով էր այս բանակցությունները գնում, որը տեթնիկ զտումը չունենա։ Եվ այդտեղ շատ հեշտ էր էլի գցել դե հողի վրա ռուսներն են, մենք ինչ անենք։ Ռուսներն ասում են, հա հողի վրա մենք ենք, բա քիչ եք գալի մեր մոտ բանակցեք։ Գնում եք Վաշինգտոն։ Այսինքն մենք ունեցել ենք հայաթափություն ձեր տրամաբանությամբ մեր հիմարության պատճառով։ Միանշանակ։ Միանշանակ։ Դրանում մեղավոր է միայն իշխանությունները Հայաստանի մեղավոր է։ Տեսեք, կարող ենք այդտեղ ասել, որ այլ տարածաշրջանային գործոններ կային եւ այլն, բայց ես կարծում եմ, որ եթե մենք մեր գործողությունները մի քիչ այլ կերպ կազմակերպեինք, հենց հիմա հայ մարդիկ Լեռնային Ղարաբաղում ապրելուց կլինեին, եկեղեցիներում մոմ կվառեին, դպրոցներ կգնային եւ այլն։ Եվ նաեւ ես ձեզ ասում եմ, նոյեմբերի 9-ի փաստաթղթով դրա ռևերս անելու հնարավորությունն էլ կար։ Հիմա տեսեք, վարչապետը բանա Մոսկվա գնում բան չէ, բայց մենք դուրս ենք եկել այդ բանակցային ֆորմատից։ Մենք այդ բանակցային ֆորմատի մեջ չենք եւ օֆիցիալ հայտարարենք, որ չենք գնում Մոսկվա, եթե նման արևմտամետ են գնում, մի հատ, չգիտեմ, յատամայի նիստա գնում, նաեւ դրանից հետո կլինի օրինակ Մատվենկոյի այցը, հետո սպասվում է Լավրովի այցը, նորմալ։ Դե չենք տեսնում։ Հայտարարություններ են, ով ինչ ուզում ասում է եւ նայեք, ով ինչ ուզում է ասում է, բայց վերջին հաշվով ժողովուրդն է դժվում։ Օրինակ Լարսում հարյուրավոր հայկական բեռնատարներ են կանգնում, ինչ որ որևէ մեկի հիմար հայտարարության համար, այդ մարդը պատասխան չի տալիս։ Դժվումը սովորական ժողովուրդը։ Ինձ հետ որ համաչափ չի Մոսկվայի արձագանքը Հայաստանում հնչող հայտարարություն։ Այսինքն դուք ուզում եք որ Մոսկվան ինչ անի, պատժի Հայաստանը։ Չէ, ես ուզում եմ հասկանալ, համաչափ եք համարում, ինչի է Մոսկվան իրեն այդպես բom, կարևորում է հարաբերությունները Հայաստանի հետ, ինչի։ Որտեվ մենք գիտենք Մոսկվան ոնց կարող է պահել իրեն, ասենք ոնց կարող է պահել։ Օրինակ, չգիտեմ, Մոլդովայի օրինակը, Վրաստանի օրինակը, Ուկրաինա օրինակը, ինչքան ասեք, օրինակներ հասկանում եք, ես զարմանում եմ, որ մենք ուզում ենք, որ մեր խնդիրները լուծի Մոսկվան։ Չէ, ես չեմ ասում, ես ուզում եմ հասկանալ Մոսկվայի տրամաբանությունը։ Մոսկվայի տրամաբանությունը իմ ընկալմամբ հետևյալն է։ Դուք օքեյ եք այդ վիճակի, թե ապրեք։ Սա է այդ տրամաբանությունը։ Ու շատ պարզ է, շատ արդար է։ Այսինքն ինչ եք ուզում, դուք ուզում եք բան անեք, առավոտից իրիկու ռուս քրֆեք, հետո բայց ու ռուսները ձեր համար ինչ որ բան անեն։ Չէ, ռուսները ոչինչ չեն անում։ Բա ինչ եք ուզում։ Ռուսները ընդհակառակ շարունակում են բարեկամական հարաբերություններ։ Բա ինչ անեն, որովհետև բարեկամ ժողովուրդներ ենք։ Այսինքն կարան իշխանություններ կան, վատ հարաբերություններ ունենան, բայց որպես ժողովուրդներ հորիզոնական մակարդակում։ Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, իրար հետ անցած ճանապարհ։ Հիմա այսօր բոլորը ասում են, որ Ռուսաստանը փոխում է կարծես թե իր այս մոտեցումը այն առումով, որ ավելի ակտիվ է զբաղվելու հայաստանյան խնդիրներով եւ օրինակ եմ բերում նաեւ Կիրիենկոյին, ով արդեն կոորդինացնում է կապերը, շփումները Հայաստանի հետ, ինչ որ բան այս առումով կփոխվի, թե Մոսկվան էլի այսպես շարունակել է առանց որևէ քայլերի հետևել։ Ես ավելի շատ կարող եմ մեկնաբանել Թրամփի քաղաքականությունը, քան Մոսկվայի, բայց ուզում եմ ասել հետևյալը։ Ինչու ավելի շատ կարող եք։ Որտեղ ավելի շատ դրանից եմ հասկանում։ Բայց կարող եմ ասել հետևյալը, որ չի փոխվելու որևէ մոտեցում մեր նկատմամբ այն իմաստով, որ եթե մեր ժողովուրդը գնա ընտրությունների եւ ընտրական process-ով ընտրի նորից Նիկոլ Փաշինյանին, մենք շարունակելու ենք ունենալ այն հարաբերությունները, որը որ կա։ Գնա ընտրի Պողոս Պողոսյանին, այսինքն ժողովուրդը ում ընտրի Ռուսաստանի իշխանությունը կլինի դա, Վաշինգտոնում ադմինիստրացիան կլինի, Ֆրանսիան կլինի, այդ իշխանության հետ աշխատելու են։ Ինչ խնդրեմ կա, մեր խնդրեմն է, մեր։ Ես մի քիչ ուրիշ բանի մասին է հարցնում, այն առումով, որ Ռուսաստանը այդուամենայնիվ մինչ օրս լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, դա դնենք մի կողմ, հա, գործնականում ներվայնացնում ենք։ Գործնականում նորմալ հարաբերություններ ունի Հայաստանի հետ եւ դա իսկապես զարմացնում է Ռուսաստանի շատ զուսպ արձագանքը Հայաստանից, Երևանից հնչող հայտարարություններին, պաշտոնական հայտարարություններին բավականին զուսպ են, ես ասում եմ որպես լրագրող, որ 20 քանի տարի զբաղվել է Ռուսաստանը։ Ես ասեմ, դա նաև վատ է, դա լավ չի մի կողմից, որովհետև անտարբերությունը ամենավատ բանն է։ Այսինքն այլևս դու համարվում ես որպես դաշնակից, որպես մի պետություն, որ իրա կարող են այս տարածաշրջանում հենվել, հա, չկա։
Հա, այս ասին է, անտարբերություն։ ասին։ Եկեք գնանք ավելի վաղ շրջան, հա։ 2018 թվականին, երբ ձեր ֆրակցիայի անդամը դուրս եկավ փողոց եւ սկսեց այդ շարժումը Մերժիր Սերժին, դուք չմիացաք։ Դուք միացաք մենակ այն ժամանակ, երբ որ արդեն շատ մարդ էր փողոցում, 100,000-ավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ ակնհայտ էր, որ արդեն իրավիճակը է սկսում փոխվել։ Ինչու ի սկզբանե դուրս չեկաք փողոց եւ ինչու հետո միացաք իրենց։ Մենք մեծ հաշվով առաջադրել ենք վարչապետի արդեն ժողովրդի որոշումը կար, որ վարչապետը Նիկոլ Փաշինյանը տեխնացիոնը ֆորմալ մենք առաջադրել ենք պարլամենտում, որտեվ կանոնը այդպեսին է, հեղափոխությունը ով որ արել է, ով որ առաջնորդն է, նա այդ պետքա լինի, այդ առաջնորդը պետքա լիներ ղեկավար։ Ինչու չենք մենք միացել հեղափոխության շարժմանը, որովհետեւ մենք չենք կիսել այն մեթոդները։ Փողոցային պայքարին դեմ եք։ Փողոցային պայքարին դեմ չենք, բայց ընդհանուր առմամբ այն ինչ որ Թե դեմ եք, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ։ Չի եղել նման քննարկում։ Չի եղել։ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, դա հրապարակում է հնչել։ Արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նայեք, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, դա ինձ հետո չի կարող Պողոս Պողոսյանը լինել վարչապետ, պետք է լինի Նիկոլ Փաշինյանը վարչապետ, որովհետև եղած նախադասության մեջ էր ամբողջ խնդիրը, եթե այդ նախադասությունը չլիներ, Կարեն Կարապետյանը կարող էր մնալ վարչապետ։ Չէ, բայց նաև այդ նախադասությունը մեծ դեր խաղաց նաև հանրապետական ֆրակցիայի համար։ Վերջին հաշվով Նիկոլ Փաշինյանին հանրապետականներն են ընտրել, որ վարչապետը դարձել։ Ավելի նաև դաշնակները, ովքեր որ 10 օր առաջ ընտրել են Սերժ Սարգսյանին վարչապետ, 10 օր հետո ընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ։ Աղվան Վարդանյանին հանենք, որն արդեն դաշնակ չէր այդ պայծ սկսած այդ վարքյանից, որովհետև այդ վարքյանին դա թարես նրա դաշնակ լինելը։ Հիմա իմ ասածն ինչն է, որ տրամաբանությունը դա էր, բայց մենք չենք կիսել այդ մոտեցումը եւ մենք կոալիցիա չկազմեցինք, ուղղակի ամեն ֆրակցիայից երկու բացի հանրապետականը բարձա մարդ գնաց կառավարություն։ Լավ, խնդրում եմ այս հարցից անկեղծ պատասխանել, հնարավորինս անկեղծ Մարմարոքյան։ Ինչ էմոցիաներ ունեիք, երբ Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետ, անկեղծ։ Գիտեք, այդ պահին մի իրավիճակ էր, որ ժողովրդի եւ բոլորի համար մի անհնարին բան էր տեղի ունեցել, որովհետեւ կար իշխանության մասին այդ միֆական, որ անհնար է որևէ բան անել, ամեն ինչ որոշված է, դուք ոչինչ չեք կարող որոշել եւ այլն եւ այլն։ Մենք արդեն 17 թվականի ընտրություններն էլ զանգվածաբար ընտրակաշառքներով հանրապետական մեծամասնություն ձևավորվել էր։ Եվ այս իմաստով բոլորից մոտ են զգացողություններ, որ ժողովուրդը հաղթեց։ Բայց այդ ընտրություններից հետո դուք ժողովուրդը հաղթեց։ Այդ ընտրություններից հետո, որոնք որ կեղծված են, դուք ընդունեցիք, չէ՞, ընտրությունների արդյունքները եւ գնացիք падգամավոր դարձաք։ Ընտրությունները կեղծված չէին։ Ինչն էր կեղծված։ Ընտրակաշառք էր բաժանված։ Ընտրությունը կեղծել նշանակում է արձանագրությունները փոխել։ Ընտրական տեղամասերում մարդիկ ում օգտին քվեարկել էին, այդ ձայնը տեղ էր հասել։ Մենք հսկել էինք տոտալ, բայց մենք չենք կարող գնալ ընտրակաշառք բաժանողին բռնել կամ այն մարդը, որ 10,000 դրամով գնում էր Սերժ Սարգսյան ընտրում, նրան ասել, ասում էինք հրապարակային, բայց դա գաղտնի ինտիմ process էր։ Okay, գանք մեր օրեր։ Դուք ասում եք, ես հետևեցի մի քանի տեսագրություններ ձեզ հետ նայեցի, դուք կոչ եք անում հայաստանցիներին գնալ ընտրություններին եւ ընտրություններին ընտրել ոչ նախկինների, այսպես կոչված ոչ էլ գործող իշխանություններին, երրորդ ուժին, չէ, հիմա Հիմանդրություն չկա։ Չէ, նկատի ունեք, այդ էր ձեր մեսիջը, էլի, որ այսինքն ինչի անպայման նախկինները կամ իշխանությունը կա, նաև երրորդ ուժ կան առողջ ուժեր։ Այ երբ ասում եք երրորդ ուժ առողջ ուժեր, ում նկատի ունեք։ Նայեք, իմ լայվերից ինչ որ մի հատված եք ասում, որտեղ որ ես ասում եմ, որ նույն սցենարը հենց հիմա փորձում են անել, այն ինչ որ 21 թվականին եղավ, որ ձեր մոտ ասեն հետեւյալը, որ ժողովուրդ ջան, հենց Ռոբերտ Քոչարյանը գալիս է Հայաստանը դարձնի գուբերնիա, դա է լինելու տեքստեր, եթե չգիտեք ասեմ։ Եվ մենք անկախության շարժումն ենք, մենք անկախությունը պահում ենք, սուվերենությունը, իրանք անկախությունը վերացնելու են, դարձնելու են մեզ գուբերնիա ռուսական։ Եվ սև ու սպիտակի բաժանել եւ գնալ այդ ճանապարհով ընտրությունների։ Ես ասում եմ 21 թվականը 21 թվականը կրկնել, այո։ Եվ ես պնդում եմ, որ շատ մեծ հնարավորություն կա մեջտեղի հատվածում ունենալ մի հատ համախմբված պլատֆորմ, շատ լուրջ եւ բանիմաց եւ որևէ բանով չախտոտված մարդկանցով եւ գնալ այդ սցենարը քանդել։ Դա հենց հիմա հնարավոր է։ Ունեք կարող եք կանոններ հնչեցնել։ Գոնե մի բանակցում ենք, չեմ կարող։ Հիմա բանակցում եք տարբեր ուժերի հետ, որոնք ոչ նախկին են, ոչ էլ իշխանություն։ Այո։
Ու կարծում եք, որ հնարավոր է նման ձևով գնալ։ Ոչ թե կարծում եմ հնարավոր է, այլ անելու են ու չի լինելու։ Ոչ Նիկոլ Փաշինյանը 26 թվականի վարչապետն է։ Ունեք նաև ձեր տեխնացուն։ Տեխնացուն կունենանք, այո։ Լավ, այսպես հարցնում։ Այսինքն դու գտնում եք, որ հայ ժողովրդի արգանդը, բացի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, մարդ չի ծնե ուրիշ։ Չէ, ես այդպես չեմ գտնում, ես չեմ տեսնում, որ 21 թվականից ծնվել է ինչ-որ մի երրորդ ուժ։ Կներեք, բայց 26 թվականի հունիս ամսին դեռ կա 1 տարի, 1 ամիս ժամանակ։ Եվ դուք ակտիվ բանակցությունների մեջ եք նաև երրորդ ուժով հանդես գալու համար։ Այսինքն դուք գնալու եք ընտրություններին ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես դաշինք։ Այո։ Ավելի հավանական է, այո, որովհետև անիմաստ է։ Հիմա կարող դա լինի կուսակցություն, որը շատ մեծ է։ Նկատի ունեմ զուտ մտնել մեր նախկին փոքր բրենդներով այդ մեծ կռվի մեջ 21 թվականի փորձը մենք ունենք արդեն։ Մենք այդ նույն սխալները։ Ու լավատես եք։ Բնականաբար։ Լավատես եք ու կարծում եք, որ կստացվի, որ Հայաստանում կան նման մարդիկ, ում ժողովուրդը կվստահի, բայց մենք դեռ չգիտենք այդ անունները։ Դուք գիտեք, այդ մարդիկ ամեն օր խոսում են կամ օրու մեջ են խոսում, շաբաթը 3 անգամ մարդիկ կան չեն խոսում, բայց այդ process-ները հենց այնպես տեղի չեն ունենում։ Դա հանգիստ աշխատատար process է, որովհետև տեսեք, մեզ հրամցնում են, որ ժողովուրդ ջան, դուք չունեք այլ ընտրանք։ Էսա ինչ կա։ Էսա ինչ կա։ Բայց ինչի այդ ուժերը որևէ պայքար չսկսեցին, որևէ հրապարակային ինչ-որ շարժումներ չարեցին այս տարիների ընթացքում։ Եղել է, որ արել են, եղել է չեն արել։ Նայեք, օրինակ, մի հատ հարց տամ հիմա, որ Բագրատ Սրբազանը շարժում արեց, ինչ եղավ դրանից։ Բագրատ Սրբազանին առաջին անգամ հաջողվեց հանել տասնյակ հազարավոր մարդկանց փողոց։ Ասել են, որ մայիսի 9-ին նա ցույց տվեց, որ Նիկոլը կորցրել է հրապարակը։ Դա կարևորագույն ձեռքբերում էր։ Հետո այդքան ժողովուրդ փողոցներում երկու ֆրակցիա չկարողացան միանալ իրար իմպիչմենտի փաստաթղթ ներկայացնել, հիմա են քննարկում։ Իսկ երբ որ երկու ֆրակցիան միանան, իրենք միևնույն է չեն կարող, չէ՞, այդ գործընթացը միջավայր փողոցում լինի կարողանան, բայց ժողովուրդը փողոցում էր չեն արել։ Հիմա ժողովուրդ չկա փողոցում, ամբողջ օրը իմպիչմենտ։ Իսկ դուք երբ որ ասում եք բանակցում ենք եւ նոր ուժով ենք հանդես գալու եւ դա լինելու է ոչ նախկին ոչ գործող իշխանությունները, դուք ինչ որ նման ձևով պայքար նախատեսում եք։ Գործող դա էլ է շատ կարևոր հանգամանք, էլի։ Ես ասում եմ, որ մեր վարչապետի անուն ազգանունը 26 թվականին չպետք է լինի Նիկոլ Փաշինյան։ Դուք ինձ ասում եք, դե կարող է լինել օրինակ Սերժ Սարգսյան կամ Ռոբերտ Քոչարյան, այլ ասում եմ, չէ, չպետք է լինի։ Բազմաթիվ մարդիկ, հազարավոր մարդիկ այս երկրում աշխատել են այս կառավարության օրոք, սրանից առաջվա կառավարության օրոք, դրանից առաջվա կառավարության օրոք։ Այսինքն խնդիրը կուսակցությունների մեջ չէ, խնդիրը կոնկրետ երկու անձի մեջ է։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանի մեջ է։ Այդ մարդիկ ունեցել են ժամանակ, տարածություն, ռեսուրսներ, տված խոստումներ ու հնարավորություններ։ Ինչ կարողացան այդ 10 տարիների ընթացքում յուրաքանչյուրն արել են։ Ինչը վատ են արել, շատ վատ է, ինչը լավ են արել, շնորհակալ ենք։ Ոչ ավել ոչ, այսինքն հասկանում եք անդադար մեզ բերել նույն բանի դաշտ պտտեցնել, ասենք ոչ մեկի հետ ես անձնական որևէ խնդիր չունեմ։ Բայց նրանք ձեզ հետ համաձայն չեն եւ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքական։ Բայց ժողովրդավարությունը ո՞նց կլինի այդ համաձայն լինեն։ Պետք է նաեւ չհամաձայնվեն, բանավիճ են։ Օրինակ եթե կուզեն կարող բանավիճ եմ իրանց հետ։ Եվ ակնհայտ է նաեւ պարոն Մարոկյան, որ եթե նույնիսկ դուք երրորդ ուժով նոր ուժով գնում եք ընտրություններին, այդ ընտրություններին ոչ ոք չի ստանում 50+1 եւ ստիպված եք լինում կոալիցիա կազմել։ Եվ այդ դեպքում ինչ կոալիցիա եք կազմել, ում հետ եք միավորվելու։ Դուք հիմա ինձ տալիս եք մի հարց, որը բացարձակ հիպոթետիկ է, որովհետև չի երևում դաշտը։ Սկզբունքը կարող է ասեք մի 10% դուք եք ստացել։ Օրինակ կարող է Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիան քվեարկել իմ օգտին։ Պետք է Ռոբերտ Քոչարյանին հասնել։ հասնել։ Դե որ քննարկենք խոսանք։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ֆրակցիան կարող է քվեարկել։ Ոչ։ Այսինքն դուք գնալու եք ընտրություններին։ Դուք այստեղին չեք պատասխանում։ Կարող Քոչարյանին էլ քվեարկում, Նիկոլ Փաշինյանին էլ քվեարկում։ Դուք ինչ եք դեպքերից առաջ գնում։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը այնպիսի process-ի մեջ է մեզ մտցրել, որ այլևս ինքը չպետք է լինի վարչապետ։ Ինչու, որովհետև եթե ինքը դա չի ընկալում, չի ընդունում, չի համակերպվում այդ մտքի հետ։ Ես կբացատրեմ սա քարոզարշավի ժամանակ ինքն էլ կընկալի։ Եթե ինքը վերընտրվեց, ինքը ստիպված դնելու է սահմանադրական հանրակրվե, որպեսզի նախաբանը փոխի եւ նոր տեքստ ընդունի։ Ժողովուրդը այդ թվում մենք բոլորս, ես, դուք
վստահ եմ։ Գնալու ենք դեմքը վիարկենք այդ դրած հանրակրվեին։ Այդ հանրակրվեն եթե ընդունվի, Հայաստանը չի ճանաչվելու ու խնդիրներ ունենալու, որտեղ իր հիմնադիր ֆունդամենտալ փաստաթղթերն են։ Եթե մերժվի Ալիևն ասելու է, տեսեք, դուք ընդունել եք, որ տարածքային պահանջներ ունեք, ձևակերպվել է այդ պահանջը, դուք դրել եք հանրակրվե, բայց ձեր ժողովուրդը դեմ է որ դա հանեք, այսինքն ձեր ժողովուրդը ունի պահանջներ, եւ մեզ բերելու են նոր պատերազմի։ Որպեսզի այս արհավիրքային մեխանիզմից մենք դուրս գանք, ինքը չպետք է լինի վարչապետ։ Հա, բայց ինքը դա չի հասկանում։ Ասում է, չէ, պարոն Մարուկյանը ինքը կարա չհասկանա, դա ինքը նորմալ է, որ ասի ես չեմ հասկանում։ Մեզ պետք է ընտրողները դա հասկանան։ Հենց ընտրողները հասկանան, դա տեղի չի ունենա։ Դե մնացածն չասեմ թե խի Ռոբերտ Քոչյանը չպետք է հետ գա, խի Սերժ Սարգսյանը չպետք է հետ գա, որովհետև 18 թվականի հեղափոխությունը թող բոլորի իմանան, դա եղել է այդ վերջի 20 տարվա իշխանությունների դեմ, հասկանում եք, այսինքն ասել որ հիմա ինչ են ուզում անեն, ուզում են ասեն Սերժ Սարգսյանի կողմնակիցներն էլի, որ հիմա ժողովուրդը փոշմանել է, որ իրան մերժել է, չկա նման բան։ Ժողովուրդը չէ, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն էլ ասում են այդ շարժումը եղել է մերժիր Սերժին, բայց չի եղել որևէ կապ չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի օրոք շարժումը եղել է 20 տարվա կուտակված այլանդակությունների դեմ։ Եվ այդ շարժումը մերժել է իրենց բոլորին։ Հիմա որ դեռ հարց է գալիս։ Տեսեք, իրենք ինչ են ասում են, տեսակ Ղարաբաղագործերի կես եղավ ու դա համար, այդ դրա համար։ Դուք սխալ եք արել, որ մերժել եք Սերժ Սարգսյանին։ Բայց այդ ժամանակ երկու բան է եղել։ Առաջինը մերժել են Սերժ Սարգսյանին, նոր երկրորդ դրվագն է Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, որտեղ մեկը մեկի հետ կապված չի եղել։ Որտեղ առաջ Ջոշբուկ չի ասել, որ Ժորժ ջան, որ Սերժ Սարգսյանին մերժեք, Նիկոլն է դառնալու վարչապետ։ Հասկանում եք։ Դա վերջում է եղել։ Հիմա դրանից հետո ուրիշ հարց է, ժողովուրդը կարող է փոշմանել է, հիասթափվել է, որ իրենց բոլորի հույսերը իղձերը, որ այդ ելույթներում ասվում էր այդ հայտարարությունները, որ են եղել են, դրանք կյանքի չեն կոչվել, մի բան էլ ավելի վատ է եղել, կոնկրետ Լեռնային Ղարաբաղի մասով իմից։ Հա, բայց չի փոշմանել, որ նրանց մերժել է։ Այսինքն այս իրողությունը, որ չեն ուզում հասկանան, ես ուղղակի, ես հասկանում եմ, որ իրաց ձեռնտու չի դա հասկանալ, բայց նաև սա է, էլի, այս որ մենք ճիշտ ախտորոշենք ինչա տեղի ունեցել, որ կարողանանք առաջ շարժվել։ Եթե ճիշտ չախտորոշենք, իրար կիսատ ճշմարտություններ ենք ասելու, սուտ ենք խոսալու, այտենց կիսատ պրատ բաներ ենք անելու, որը բերելու է Նիկոլ Փաշինյանի վերընտրման։ Շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցել, բայց մենք արդեն պետք է վերջացնենք եւ իմ վերջին հարցս։ Դուք բոլորից երևի քաղաքական այն գործիչն եք, ով շատ լավ է ճանաչում Նիկոլ Փաշինյանին։ Պատկերացրեք, մի սենյակում եք եւ հնարավորություն ունեք իրեն հարցեր տալու եւ չկան կամերաները եւ կարող է անկեղծ լինել։ Ինչ հարց կտայիք Նիկոլ Փաշինյանին։ Հավատացեք, որ ինչքան հարց կա, ես իրան տվել եմ։ Վերջին անգամ երբ եք։ Ես երբ որ ավարտել եմ իմ հարցեր տալը, այսինքն այդ մարդու հետ վերջացրել եմ իմ ունեցած բոլոր հույսերն ու կապերը։ Իրականությունը հետեւյալն է, ես դա նաև կարող եմ ասել, որ մենք վերջ անգամ հանդիպել եմ հրաժարականից օրը։ Մենք 18 թվականից հետո նաև պարլամենտում դուք տեսել եք ինչ էր եղել, ֆունդամենտալ տարաձայնություններ ունեինք։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրումից հետո, գլխավոր շտաբի ապստամբությունից հետո, ես բոլոր այն process-ներում, որ հեսա 5 պակաս որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարա լինի կամ չգիտեմ ինչ կա, ավելի վատ բան կարա լինի, ես այդ process-ներում ինչ որ ներդրում ունեցել եմ, որ դա տեղի չի ունեցել։ Բայց դա միշտ արել եմ իմ անձնական ռեյտինգի, իմ հեղինակության հաշվին, ինքս ինձ մաշելով։ Չեմ փոշմանել, որտեղ գիտեմ, որ վերջին հաշվով այս սիտուացիայում սա փրկվեց, այս սիտուացիայում սա փրկվեց, այս փրկեց։ Այսինքն ուզում եք ասեք, որ օգնել եք, որ Փաշինյանը մնացել է իշխանության, չի եղել քաղաքացիական պատերազմ։ Իշխանություն չկար, որ Փաշինյանն մնար իշխանության։ Դուք եթե նոյեմբերի 9-ին գտնեիք իշխանություն, կասեիք, այրան եկեք բռնենք, մնա։ Մարդիկ եկե պարլամենտը գրավել էին, մենք ենք ժողովրդին հանգստացրել, անդադացրել, շենքից դուրս հանել, որ անիմաստ պետական գույքը ջարդում փշում էին։ Կամ երբ որ գլխավոր շտաբի ապստամբությունն եղել էր, ով է հասել նրան, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է հրաժարական տա եւ նշանակի ընտրություններ։ Ով է այդ բանակցություններում ներկայացել։ Բա ով։ Հիմա իմացածը ի՞նչն է։ Տեսեք, այդ ամեն ինչը ճանապարհ է, որ անդադար իրար ճանաչում ենք, բան ենք անում, հա հասկանում ենք, բան։ Բայց ժողովուրդը գնում է 21 թվականի հունիսի ընտրություններում 54% ձայն է տալիս նորից Նիկոլ Փաշինյանին եւ ինքն է միակ մարդը, ով որ այդ պայից սկսած տնօրինում է նորից այն ճակատագրերին, որ Լեռնային Ղարաբաղում, որ Լեռնային Ղարաբաղում, որովհետեւ մտածում եք Հայաստանի մասին, Արցախի մասին, օքեյ, մենք դրա մասին արդեն։ Չէ, խոսեցինք, ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում ասեմ, այդ ամբողջ process-ների ընթացքում մենք իրար լավ գիտենք,
Եվ ինչքան հնարավոր ձեր հարցին եմ էլի գալ, ինչքան հնարավոր հարց կա իրար տվել ենք էլի ես։ Ու ինքը անկեղծ դες պատասխանում է։ Ինչ ինքը միֆական կերպար չէ, որ դուք ասեք որ օրինակ սենակում որ դուք ինքն եք, իրան ինչ հարց կտայիք։ Չկա տենց հարց։ Չունեմ հարց տալու, որովհետև ինքը ինչ կարող էր անել, չի արել եւ մենք ունենք այն ինչ որ ունենք։ Պարոն Մարքյան, Հետաբար ես ուզում եմ դրա սրանով վերջացնել, բայց ուզում եմ ձեզ մի փոքրիկ պատմություն պատմել։ 2015 թվականին Երևանյան սրճարաններից մեկում ես նստած էի Նիկոլ Փաշինյանի երկու հիմնական թիմակիցների հետ, չեմ ասի անունները, բայց այդ մարդիկ ինձ 2015 թվականը, չի եղել 15, չի եղել դեռ ապրիլյան պատերազմը։ Բաց տեքստով ինձ բացատրեցին, որ եթե Ռուսաստանից բրծնելու գինը Արցախն է, մենք դրան համաձայն ենք։ Դուք այս մոտեցումը Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավորների գիտեիք այս մոտեցման մասին։ Ոչ։ Չգիտեք, այսինքն դուք Բայց նման շարժումներ Հայաստանում եղել են, դա նորություն չի։ Այդ թեզը միշտ եղել է։ Նիկոլն այդպեսին չէր։ Ես չեմ ասում Նիկոլն այդպեսին չէ։ Նիկոլը ընդհանրապես որևէ բանի պիսին չի։ Դուք ինչ-որ բան տեսել եք, որ ինքն ասի ես էս գաղափարակիցն եմ։ 2 ամիս առաջ ինքը լեգիտիմության մասին էր իր բոլոր տեքստերը, որ լեգիտիմությունից պետք է հելնենք, լեգիտիմությունից հիմա եկել ասում է սահմանադրության պրեամբուլան ես գտնում եմ որ պետք է հանենք։ Բայց եղբայր քո սահմանադրական դատան ասել այդ պրեամբուլան նորմալ է որ կա եւ որևէ տարածքային պահանջ չունի։ Այդ լեգիտիմության Այսինքն անմիտար Նիկոլ Փաշինյանը։ Չէ, ինքը որևէ բանիզմ չի։ Որևէ բանի, վաղը կներեք, դուք ախր բան եք անում։ Հիմա վաղը եթե լինի մի իրավիճակ, որ Հայաստանը պետք է միութենական պետություն դառնա, Ռուսաստանի։ Ես չեմ կասկածում, որ ինքը կմիանա։ Այդ շարժումը կառաջնորդի ինքը։ Դուք եք ինձ համոզում եք, որ ինքը Այսինքն սկզբունքային է, որովհետև սկզբունք չունեն։ Միայն սկզբունքը իշխանություն պահելն է։ Այդ ժամանակ որ ասում էին իշխանություն ունեին, չունեին, չէ։ Ժամանակ իշխանության մասին չէր, այսինքն։ Իշխանության մասին չէր։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան, հետաքրքիր էր։